Հարսանեկան այս անմոռանալի օրը հագեցած էր անչափ հուզիչ պահերով, հատկապես առանձնացավ Ռոզա Դավթյանի եղբոր Սամվել Դավթյանի պատրաստած անակնկալը, որն անկեղծ հույզեր ու արցունքներ պարգևեց ոչ միայն Ռոզային, այլև ներկաներից շատերին։ Երբ հարսանեկան խնջույքի պահին հանկարծ դահլիճը լռեց և բոլորի հայացքները սևեռվեցին դեպի մուտքը, այնտեղ հայտնվեց Ռոզայի եղբայրը, ձեռքին հսկայական ծաղկեփունջ։ Ծաղիկներն ընտրված էին սիրով ու ուշադրությամբ, դրանք նուրբ, սպիտակ վարդեր էին, խորհրդանշող մաքրություն, սեր ու քնքշություն։ Վարդերը սիրո, հավատարմության և ընտանեկան ջերմության խորհրդանիշ են։ Սամվելը դանդաղ քայլելով մոտեցավ քույրիկին Ռոզային, ում աչքերում արդեն իսկ փայլում էին արցունքները։ Նրանք լռեցին, կարծես հավաքելով իրենց ուժերն ու հույզերը։ Ռոզան չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը, նա գրկախառնվեց եղբորը ամուր գրկելով, կարծես այդ գրկախառնության մեջ ուզում էր ամփոփել անցյալի բոլոր հիշողությունները, ընտանեկան ջերմությունն ու անվերջ սերը։ Եղբոր այս գեղեցիկ անակնկալը սրտառուչ մթնոլորտ ստեղծեց ամբողջ սրահում, բոլորը երկար ծափահարեցին, շատերը հուզված սրբում էին իրենց աչքերից թափվող արցունքները։ Ներկաներից շատերը նշում էին, որ այս պահը հատկապես կարևոր էր հաշվի առնելով Ռոզայի կյանքում բացակա հայրական կերպարի կարոտը։ Եղբոր կողմից այս նուրբ ժեստը ոչ միայն սեր էր, այլև ուժեղ հենարան, որ ինքը մենակ չէ, ընտանիքը միշտ նրա կողքին է։ Սրահը լցված էր սրտաբուխ ջերմությամբ ու մի տեսակ երանավետ լռությամբ, երբ Ռոզան գրկելով հսկայական ծաղկեփունջը շարժվեց դեպի փեսան։ Այս պահին մթնոլորտը կարծես կախարդվեց։ Սեր, ընտանիք, հավատարմություն ու երազանքներ միաձուլվեցին մեկ հրաշալի ակնթարթի մեջ։ Այս գեղեցիկ ու հուզիչ անակնկալը դարձավ օրվա ամենամեծ հուշերից մեկը, որը երկար ժամանակ կմնա ոչ միայն Ռոզայի, այլ նաև բոլոր ներկաների սրտերում։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր ապրիլի 27-ին ամուսնանում է։ Նրա ինստագրամյան էջում հարսանեկան կադրեր են հայտնվել, որոնցում Ռոզան և նրա սիրելին պսակադրվում են եկեղեցում։ Ռոզան ընտրել է փայլուն, սպիտակ հարսանեկան ուղիղ զգեստ, որի փեշը դիպչում է գետնին։ Փեսացուն ևս ընտրել է սպիտակը, կրելով սպիտակ պիջակ և սև տաբատ։ Ռոզան նախընտրել է դասական սանրվածք, մազերը հավաքելով ցածր կոսով։ Հավելենք, որ դերասանուհու նախահարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին, որը հարսնացուն ավանդույթի համաձայն անցկացրել է մտերիմ աղջիկների ու կանանց շրջապատում։ Ռոզա Դավթյանի կյանքի այս կարևորագույն օրը չէր կարող չլինել լի հուզմունքով և հիշողություններով, որոնք անցյալից էին գալիս ու ներկան էին հյուսվում։ Հարցազրույցների ընթացքում և միջոցառման կուլիսներում հայտնի դարձավ, որ դերասանուհու հորեղբայրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Արտակ Դավթյանն է։ Մարդ, ով ոչ միայն զինվորական ծառայության ոլորտում նշանակալի նվաճումներ ունի, այլ նաև Ռոզայի կյանքում մշտապես ունեցել է հոր պես կարևոր դերակատարություն։ Տարիներ առաջ Ռոզա Դավթյանի հայրը Շավարժ Դավթյանը կյանքից հեռացել է։ Նա որսորդ էր, բնության հետ կապը միշտ իր մեջ պահած մարդ, ով իր օրինակով սովորեցրել էր Ռոզային պայքարել կյանքի դժվարությունների դեմ, գնահատել ազնվությունն ու մարդկային ջերմությունը։ Հայրիկի կորուստը Ռոզայի համար ծանր փորձություն էր, սակայն հենց այդ պահից նրա կյանքում առավել կարևորեց հորեղբոր Արտակ Դավթյանի դերը։ Արտակ Դավթյանը ոչ միայն պետական կարևոր պաշտոններ է զբաղեցրել, այլև ընտանիքում եղել է հենարան և սիրառատ մեծ եղբայր։ Նրա զինվորական խստությունը խառնված էր ընտանեկան ջերմությանը, ինչի շնորհիվ Ռոզան միշտ զգացել է, որ իրեն պաշտպանում են, սիրահոժար օժանդակում բոլոր դժվար պահերին։ Եվ ահա հարսանեկան օրն այն պահը, երբ սովորաբար հայրն է ուղեկցում դստերը դեպի եկեղեցի Աստծո օրհնությունը ստանալու, Արտակ Դավթյանն արժանապատվորեն ստանձնեց այդ պատասխանատու և հուզիչ առաքելությունը։ Եկեղեցու մուտքի մոտ սպիտակ զգեստով փայլող Ռոզան ամուր բռնել էր հորեղբոր ձեռքը։ Արտակ Դավթյանի դեմքին միաժամանակ կոշտության և անսահման գոռովի արտահայտություն կար։ Նրա աչքերում կարծես դրսևորվում էր հպարտություն, կարոտ ու ջերմություն։ Նա գիտի, որ այսօր Ռոզան սկսում էր իր նոր կյանքը, բայց միաժամանակ միշտ մնալու էր իրենց փոքրիկ աղջնակը։ Երբ եկեղեցու զանգերն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը, Արտակ Դավթյանը հանգիստ քայլերով, իր ողջ զինվորական հպարտությամբ ու ընտանեկան քնքշությամբ ուղեկցեց Ռոզային դեպի հարսանեկան օրհնությունը ստանալու, հավատալով, որ այնտեղից սկսվում է նրա երջանիկ ճանապարհը։ Հյուրերի աչքից չի վրիպում այդ հուզիչ պահը։ Յուրաքանչյուր հայացք լցված էր հարգանքով ու հիացմունքով,
թե հորեղբոր հանդեպ, ով այդպիսի պատասխանատվությամբ լցված էր, և թե Ռոզայի հանդեպ, ով այսօր, ինչպես երբեք, գեղեցիկ ու ուժեղ էր, կրելով իր մեջ անցյալի հիշողությունները և ապագայի հավատը։ Այս պատմությունը ևս մեկ անգամ վկայում էր, որ ընտանիքը միայն արյունակցական կապը չէ, այլ այն սերն ու նվիրվածությունը, որով մարդիկ միմյանց աջակցում են կյանքի ամենակարևոր պահերին։ Արտակ Դավթյանն, ով իր կյանքը նվիրել է հայրենիքին, այսօր ամբողջ սրտով նվիրել էր իր սիրելի եղբոր դստերը՝ Ռոզային, և այդ նվիրվածությունը տեսանելի էր ամեն շարժման, ամեն հայացքի, ամեն օրհնության մեջ։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի դիտեք բոլոր տեսանյութերը հենց առաջինը և իհարկե գրեք ձեր կարծիքները դերասանուհու հարսանեկան արարողության մասին։